Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Քո իրավունք հաղորդաշարի այսօրվա թողարկումը նվիրում ենք իրականացվող եւ իրականացվելիք դատաիրավական բարեփոխումներին, որոնք հանգեցնում են դատական իշխանության, անկախության եւ անաչառության ապահովմանը։ Առաջինը ցանկանում եմ ներկայացնել էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգը։ Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ստեղծվել է էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակ, որը նպաստում է էլեկտրոնային եղանակով քաղաքացիական գործերի հարուցմանը, քննությանը եւ լուծմանը։ Էլեկտրոնային հարթակի միջոցով թվայնացվում են քաղաքացիական դատավարության օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված քաղաքացիական գործերի հարուցման, քննության, լուծման, բողոքարկման դատավարական բոլոր գործընթացները։ Ընդ որում, էլեկտրոնային համակարգի կարողությունները համահունչ են դատական համակարգի ծանրաբեռնվածության թե քանակական եւ թե որակական ցուցանիշներին։ Էլեկտրոնային համակարգը ունի երկու տիրույթ՝ արտաքին տիրույթ եւ ներքին տիրույթ։ Արտաքին տիրույթին հասանելիություն ունի հանրությունը, յուրաքանչյուր քաղաքացի եւ մուտք է գործում տիրույթ նույնականացման միջոցով։ Իսկ ներքին տիրույթում հասանելիություն ունեցող անձանց շրջանակը որոշվում է համակարգի ադմինիստրատորների կողմից։ Օրինակ, դատավորը հանդես է գալիս ներքին տիրույթում նույնականացման միջոցով, եթե ունի դատավորի կարգավիճակ։ Եթե նա հանդես է գալիս որպես ցանկացած քաղաքացիայի իրավական գործով, որպես քաղաքացի, ապա մուտք է գործում արտաքին տիրույթ։ Երբ որ անձը մուտք է գործում արտաքին տիրույթ, ապա նա կարող է տեսնել այն քաղաքացիական գործերը, որոնցում նա ունի որևէ կարգավիճակ։ Նա կարող է հասկանալ ինչ կարգավիճակ ունի տվյալ գործում։ Նա կարող է տեսնել գործը քննող դատարանի անվանումը, գործը քննող դատավորի անվանումը, ինչպես նաև տվյալ գործի ընթացքում կայացված միջանկյալ եւ եզրափակիչ դատական ակտերը։ Անձը իրավունք ունի արտաքին տիրույթում անձնական տվյալների մեջ կատարել փոփոխություն, իրականացնելու դատավարական գործողություններ, ներկայացնել հայցադիմում, եթե արդեն իսկ կա ներկայացված իր դեմ հայցադիմում, ներկայացնել հայցադիմի պատասխան, առարկություններ, դիրքորոշումներ, բացարկներ հայտնել եւ այլն, ինչպես նաև հետագայում բողոքարկել այդ դատական ակտերը։ Էլեկտրոնային համակարգը նախ եւ առաջ նպատակ ունի դատավարական գործընթացների արդյունավետության բարձրացման եւ դատական ակտերի ճիշտ ժամանակի կառավարման համար։ Երկրորդ կարևոր փոփոխությունը կայանում է նրանում, որ դատական, իրավապահ եւ իրավակիրառ մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Հաջորդ կարևոր փոփոխությունը դատաիրավական համակարգում վերաբերում է նրան, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար ստեղծվել է նոր էլեկտրոնային համակարգ։ Այդ համակարգի նպատակն է ավելի արագացնել փաստաթղթաշրջանառությունը եւ նվազեցնել թե անձնական տվյալների կորուստը եւ թե ծառայության թվային շտեմարանում առկա որոշակի տվյալների կորուստը։ Հաջորդ կարևոր դատաիրավական համակարգի փոփոխություններից կարող ենք ասել այն, որ արդիականացվել է իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցման համակարգը։ Ինչպես գիտենք, 2022 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում են հակակոռուպցիոն դատարաններ։ Իրականացվել են հակակոռուպցիոն դատարանների թե նյութատեխնիկական ապահովման եւ թե շենքային ապահովման միջոցառումներ։ Ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, շատ կարևոր է հասկանալ, որ այդ բոլոր բարեփոխումները տանում են մեկ կետի՝ դատական իշխանության անկախությանը եւ դատական իշխանության անաչառությանը։ Շատ կարևոր է, որ այդ բարեփոխումներն իրականացվեն եւ թե սահմանադրությամբ, թե այլ իրավական ակտերով ամրագրվեն դրան, բայց շատ ավելի կարևոր է, երբ որ նրանք պրակտիկայում կիրառվեն։ Երբ խոսում ենք դատական իշխանության անկախության եւ անաչառության մասին, ապա նախ եւ առաջ հասկանում ենք դատավորի անկախությունը եւ անաչառությունը։ 2015 թվականի սահմանադրությամբ ամրագրվեց, որ դատավորը արդարադատություն իրականացնելիս անկախ է եւ անաչառ, ենթարկվում է միայն սահմանադրությանը եւ օրենքներին։ Դատավորը չի կարող ենթարկվել պատասխանատվության, արդարադատությունն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, եթե չկան հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։ 2018 թվականին դատական օրենսգրքով սահմանվեց դատավորների անկախության եւ անաչառության երաշխավորության մարմինը բարձրագույն դատական խորհուրդը, որի հիմնական նպատակը նույնպես դատական իշխանության, անկախության եւ անաչառության ապահովումն է։
Եվ եթե խոսում ենք անկախ եւ անաչառ դատավորի կողմից, պետք է հասկանանք, որ դատավորը կարող է լինել անկախ եւ անաչառ, եթե զերծ լինի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական, իրավաբանական անձանց ազդեցությունից, ինչն էլ ամրագրված է դատական օրենսգրքով։ Դատավորի անկախության վրա մեծ ազդեցություն ունի նաեւ դատավորի անձեռնմխելիությունը, ինչը ենթադրում է, որ դատավորը չի կարող ենթարկվել պատասխանատվության արդարադատությանն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացված դատական ակտի համար, որը նա կայացնում է սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան իր ներքին համոզմամբ։ Դա նշանակում է, որ եթե դատավորը կայացրել է դատական ակտ, ապա դրա համար մենք դատավորին չենք կարող ենթարկել կարգապահական պատասխանատվության կամ քրեական հետապնդում հարուցել, եթե չկան նրա արարքում հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ, իսկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ։ Դատավորի անկախության վրա շատ մեծ նշանակություն ունի նաև դատավորի անփոփոխելիությունը։ Նշանակում է, որ դատավորը պաշտոնավարում է մինչև 65 տարեկան լրանալը։ Ընդ որում, եթե դատավորների թիվը կրճատվում է կամ եթե որևէ դատարան վերացվում է, ապա դատավորները համարվում են ռեզերվային եւ իրենց իրավունքները պահպանում են մինչև 65 տարին լրանալը։ Դատական օրենսգրքով սահմանված է, որ դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել հետևյալ դեպքերում. եթե լրանում է դատավորի 65 տարին, եթե դատավորը մահանում է, եթե դատավորը հրաժարական է տալիս, եթե նրան անհայտ բացակայելու կամ մահացած ճանաչելու վերաբերյալ ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եթե նա մեղավոր է ճանաչվում դատական ակտի հիման վրա կամ քրեական հետապնդումը դադարեցվում է նրա նկատմամբ ոչ արդարացնող հիմքով, եւ եթե դատավորը հրաժարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Հիմա անցնենք դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ձեր կողմից ներկայացված հարցերին։ Բարեփոխումների մասին այսքան խոսվում է, բայց ես չեմ հասկանում, իմ պաշտպանվածությունը ուժեղացվել է որպես քաղաքացի, թե ոչ։ Հարգելի քաղաքացիներ, ինչպես ասացի, իրականացվող դատաիրավական բարեփոխումների նպատակը մեկն է՝ անկախ եւ անաչառ դատական իշխանության առկայությունը։ Եվ երբ մենք գործ ունենք անկախ եւ անաչառ դատավորի հետ, ապա միանշանակ դուք պաշտպանված եք։ Մի քիչ վախով ենք ապրում, մտածելով, որ եթե վեճենք պետության կամ ոստիկանության հետ, ի վերջո մենք կտուժենք։ Արդյոք դատաիրավական բարեփոխումները որևէ կերպ կարող են փոխել այս պատկերը։ Հարգելի քաղաքացիներ, ինչպես գիտեք, դատավորը դատական ակտերը կայացնում է սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան։ Եվ դատավորը զերծ է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ազդեցությունից։ Հետևաբար, եթե գործ ունենք այդպիսի դատական իշխանության հետ, ապա ձեր վախերը արդարացված չեն։ Այսօր որևէ մի գործով դատարան գնալը երկար եւ հոգնեցուցիչ պրոցես է։ Արդյոք բարեփոխումները կարտացող են այս հանգամանքի վրա։ Հարգելի քաղաքացիներ, չեմ կարող ժխտել այո, որ դատարան դիմելը հեշտ պրոցեսներից չէ։ Սակայն, օրինակ, էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի ստեղծումը, էլեկտրոնային եղանակով դատավարական գործընթացների իրականացումը կարող եմ ասել, որ այն դրական եւ առաջին քայլերից է, որը կհեշտացնի ձեր գործը։ Այսօրվա համար այսքանը, սիրելի հայրենակիցներ, լավ մնացեք, խաղաղություն, բոլորիս։